Բիզնես խնդիրներ ու ռազմավարական լուծումներ։ Դիլիջանում կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է Case-Key բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2025-ի գալա միջոցառումը։ Ավանդույթի ուժով այս տարի եւս մեկ հարկի տակ են հավաքվել տաղանդավոր երիտասարդներ եւ ոլորտի առաջատարներ։ Biblos Bank Armenian երրորդ տարին անընդմեջ կանգնած է մրցույթի կողքին, այս տարի արդեն որպես ռազմավարական գործընկեր։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ տարին տարվա վրա մենք տեսնում ենք ծրագրի հաջողությունը, ուսանողների շրջանում գիտելիքի, հմտությունների աճի տեմպը, արդեն կարող եմ վստահորեն ասել, որ Case-Key ծրագրով անցած ուսանողները ունիկալ մասնագիտական հմտություններ են ձեռք բերում, որոնք շուկայում նրանց չափազանց մրցունակ են դարձնում։ Մրցույթը զարգանում է, մասնակիցների թիվը աճում, դիմումների թիվը հատել է 800-ը։ Այս տարի Case-Key-ն համախմբում էր 20 թիմ Երևանից ու մարզերից։ 6 ամիս շարունակ ավելի քան 200 մասնակիցներ սովորել են իրարից ու իրար հետ, աշխատել են իրական բիզնես խնդիրների վրա ու ստացել գործնական գիտելիքներ։ Բացի հիմնական մարզիչներից, երիտասարդների հետ աշխատել են նաև երկու միջազգային էքսպերտ Լիբանանից եւ ԱՄՆ-ից։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով Case-Key-ի հիմնական առաքելությունը անվախ առաջնորդների համայնք ձևավորելն է, որը կդիմագրավի բոլոր մարտահրավերներին։ Իրանք լուծում են բիզնես քեյսեր, շփվում են միմյանց հետ, սովորում են ինչպես աշխատել թիմերում, սովորում են ոնց մոտենալ բարդ խնդիրների լուծմանը, սովորում են մեթոդաբանություն։ Զարգացրինք մեր արագ մտածողությունը, թիմային համագործակցությունը եւ վստահաբար կարող եմ ասել, այն կարող է օգնել ինձ նաեւ իմ մասնագիտական աշխատանքի մեջ։ Վերջին գլխավոր քեսի բոլոր լուծումներից ընտրվել են ամենաուժեղ 5 թիմերի պրեզենտացիաները, որոնցից մեկը ճանաչվել է լավագույնն ու հաղթել մրցույթը։ Համագործակցության 3 տարվա ընթացքում Biblos Bank Armenian ֆինանսավորել է նաև Case-Key հավաքական թիմի մասնակցությունը 4 հեղինակավոր միջազգային մրցույթի։ 2026 թվականին նույնպես Case-Key թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպայում անցկացվող բիզնես խնդիրների լուծման առաջատար մրցույթին կրկին բանկի ֆինանսավորմամբ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։